Ասում են ճգնաժամը շրջում է աշխարհով, մեկ արագ, մեկ դանդաղ, անցնելով պետությունից պետություն, շրջանից շրջան։ Ազատության հրապարակը հանգիստ է եւ լուռ։ Մինչդեռ միևնույն ժամանակ, օրինակ Հունաստանում կամ Գերմանիայում այս պահին ամեն ինչ այնքան էլ հանգիստ չէ։ Police and demonstrators playing as more global support mobilizes for Spain's Indignado movement and Occupy Wall Street in the United States, it was Germany's turn to show its anger. Իսկ որ փուլում է գտնվում Հայաստանը։ Եթե մենք դատում ենք պաշտոնական վիճակագրությունից, մենք այսօր ճգնաժամ չունենք։ Եթե մենք այսօր խոսում ենք մարդկանց հետ եւ հանդիպում ենք մարդկանց հետ եւ մենք ինքներս մեր կյանքում զգում ենք, որ էական փոփոխություն 2009-ի նկատմամբ չի եղել, այդ դեպքում ամենայն անհնարինությամբ ճգնաժամ չի ավարտվել։ Եվ իսկապես, ըստ պաշտոնական տվյալների, 2009 թվականին ճգնաժամի արդյունքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը նվազել է 14.1%-ով, եւ մեր տնտեսությանը մինչեւ հիմա դեռ չի հաջողվել դուրս գալ ճգնաժամից եւ հասնել առնվազն 2008 թվականի ցուցանիշին։ Իսկ թվում է պետք է նայել ոչ թե պահային խնդիրների լուծման առումով, այլ պետք է նայել հասարակության, պետության, ազգի զարգացման հեռանկարների կտրվածքով եւ համապատասխան լուծումներ տալ, համապատասխան քայլեր ձեռնարկել։ Լավ, իսկ ինչպես պատրաստվել ճգնաժամին։ Ճգնաժամի պետք չէ պատրաստվել, որովհետեւ դա անգլերեն ասում են self-fulfilling prophecy։ Ճգնաժամին պատրաստելով դու կանչում ես ճգնաժամը։ Այսինքն ճգնաժամին պատրաստվելու լավագույն ձևն է ճգնաժամին չպատրաստվել, այսինքն եթե դուք որոշել եք որոշակի ծախսումներ անել, կատարեք ծախսումները։ Հայաստանի տեսանկյունից ցանկալի է իհարկե փորձել գնել ինչքան հնարավոր է շատ տեղական արտադրանք։ Ես լավ ցուցանիշ էի համար մտածել, մի քիչ իհարկե ինքը հումորային ցուցանիշ է։ Ճգնաժամը հենց սկսում է դրսի շները շատանում են։ Փողոցային շները շատանում են, հենց փողոցային շների քանակը սկսի նվազել, ուրեմն ճգնաժամը ավարտվել է, առայժմ չի նվազում։